Ով է ցանկանում հաջորդ վարժությունը գրադաստակի, տեսնեմ։ Դու Աշկադի, ինչ է պատահել Աշկադի։ Տրամադրությունը դուրս չի գալիս։ Կհասնեմ, ուղղակի չեմ հիշում ինչ եք ասել։ Դասարանը զարմացած իրար նայեց։ Արկադին այն երեխան էր, ով միշտ առաջինն էր մոտեցնում ավարտված առաջադրանքը։ Ուսուցչուհին զգաց, տղան ինչ-որ բան թաքցնում է։ Դպրոցի միջանցքում Էլենը մոտեցավ Արկադիին։ Արդեն մի քանի օր է, ինչ նկատում էր տղայի փոխված վարքագիծը։ Նա կանգ առավ նրա կողքին և մեղմ մտահոգ տոնով ասաց, որ Արկադին դարձել է ցրված, միշտ հոգնած, և եթե ինչ-որ բան կա, ինքը պատրաստ է լսել ու լինել նրա կողքին։ Բայց Արկադին խուսափեց։ Նա արագ փոխեց խոսքի թեման, փորձելով հեռանալ խնդրից և Էլենի մտահոգ հայացքից։ Դասղիկը դպրոցի միջանցքում կանգ առավ մաթեմատիկայի ուսուցչի կողքին։ Նրա դեմքին մտահոգություն կար։ Վերջին օրերին Արկադիի վարքագիծը չէր թողնում իրեն հանգիստ, և նա ուզում էր հասկանալ, արդյոք մյուս ուսուցիչները նույնպես նկատել են։ Արկադի, արի ճաշի, որ հետո պիտի դասերը տանես։ Չգորնաս երեխայի վրա։ Ես եմ եղանում, գործիստուն եմ գալիս, նստում մի քիչ ժամանակ եմ ասացնում։ Այնտեղ, որտեղ պետք է լինի ջերմություն ու խաղաղությունը, հաճախ բարձրանում էին ձայներ, գոռոցներ ու վիրավոր խոսքեր։ Ծնողների հերթական վեճը կամ լռության երկար տևած լարվածությունը դարձրել էին մանկական սենյակը վախի փոքրիկ տարածք, որտեղ ոչ մի խաղալիք չէր կարող ծածկել աղմուկի հետքը։ Չի տալիս, փողերս։ Ապյան ասես կստուգես։ Տղաջան տարմորը ցույց տուր, խանգարում ես, չես տեսնում։ Մի բարձրացու ձայնդ երեխայի վրա։ Հակը չի տեսնում, որ խաղում եմ, կարի խանգարում է։ Փոխանակ երեխային հորդորեց դասերն այլ նստար հեռուստացույց ես։ Ես գործից տուն եմ գալիս մի քիչ հանգստանամ, երեխունը դու նայի։ Պատմություն այն մասին, թե ինչպես կարող է մեկ սխալ որոշում դառնալ ընտանիքի ներքի փլատակների սկիզբը, և ինչպես մի փոքրիկ սիրտ կարող է կրել վեճերի ամբողջ ծանրությունը, առանց մի բառ ասելու։ Ես որ ինչ ես շտապում։ Ոչինչ։ Ինչու՞։ Լավ է, հացը քաշիկ ես։ Ինչի՞։ Երբը ուժեղ դառնաց։ Էդի գիտես ինչ ծա, որ դու չար երեխա ես։ Էդի քո հեռախոսիցը դա, հեռախոսիցդ։ Ու նորից դա, որ մերը քեզ չի դաստիարակում, դու մեծանում ես, անգրագել լարգոտ։ Ես ամեն ինչ անում եմ, բայց երեխան ինքն է դարձել լարված։ Տան էլ միշտ այս գորգորոցները, հոգնել եմ արդեն։ Չի երևում։ Հասկանում ես, չի երևում։ Չի երևում, կենիկ, չի երևում, հասկանում ես ինձ։ Ես ասում եմ, որ երկուս էլ պետք է երեխայի խոսել, ոչ թե իրականացնել։ Էդ ինչ եք էլի կռվում, հասկացեք, երեխեն եք ուժում։ Մամ, դու մի խառնվի։ Սա մեզ ձեր հեռախոսներն են մեղավոր։ Երեխեն ուշ եք հնում, առավոտյան էլ չի ակնանում, դասերը չի անում, սրանք մորքոց։ Հալ դու եկավ, երեխան նեղացավ, իսկ ես ինչ անեմ։ Ես ամեն ինչ անում եմ, ուզում եմ, որ հիմա խոսենք և հասկանանք իրար, բայց թերացումը միայն իմը չէ։ Ես ինչ գիտեմ ասեցի, երեխայից զբաղվեք, որ հետո էլ ուշ չլինի։ Երեխայի վատ առաջադիմությունը, լռությունը, վարկի անկումը պատահական չեն։ Դպրոցը փորձում է պարզել, ինչու է դա տեղի ունենում և ինչն է ազդում երեխայի վրա։ Հալաջան, ձեր որդի շատ է փոխվել, նրա բնավորականները գտուկ ընկելում, ինչ ամեն ինչ տանում։ Մենք խնդիրներ ունենք,
Ես չեմ ուզում, որ ինքը մտածի իր պատճառով է։ Չեմ հասկանում, ինչու է մեր տղան այս տարի այդքան ուսման մեջ ընկել։ Ես ամեն ինչ անում եմ, բայց երեխան ինքն էր արված։ Տանը որ գործներ, հոգնել եմ ակրել։ Այսինքն դու ինձ ես նեղադրում։ Պետք է նշեմ, որ վերջին ամիսների ընթացքում ձեր երեխայի առաքելության մեջ նկատվում է որոշակի անկում։ Մենք ուսումնասիրել ենք գնահատականները, դասապրոցեսների ակտիվությունը, ինչպես նաև ուսուցիչների արձանագրած դիտարկումները։ Դրանք ցույց են տալիս, որ երեխան ակտիվ ակտիվությանը եւ պատասխանատվությանը չի համապատասխանում, իսկ որոշ առարկաներում նկատվել են բացեր։ Արկադի ինչ է պատահում։ Արկադի ես քեզ հասկանում եմ։ Բոլոր ընտանիքներում էլ վեճ լինում են, բայց դե չպետք է ասել։ Դասղակի հետ ունեցած այդ երկար ու անկեղծ զրույցից հետո Արկադիի աչքերում մի ուրիշ լույս հայտնվեց։ Նույն երեխան էր, նույն դեմքով, բայց ինչ-որ ծանր կախվածությունից ազատված, ավելի թեթև, ավելի ջերմ։ Ֆորտիս, մենք ուզում ենք խոսել, մենք հասկացել ենք, որ սխալ ենք եղել։ Մենք չպետք է քեզ ներկայացնենք մեր խնդիրների մեջ։ Ես հասկանում եմ, որ դու հիմա կողմդ շատ եմ բապահել, բայց դու պիտի ուժեղ լինես ու մեզ հետ կիսվես։ Մենք կողմ կլինենք։ Կներես ինձ Ֆորտիս։ Արկադին կանգնած էր բակում, առաջին ձյան ներքո, շնչում էր սառը մաքուր օդը, վազվզում էր ծիծաղում, առանց վախի ու ցավի, ինչպես մանկության օրերին։ Նրա աչքերը փայլում էին ոչ միայն ձյանի լույսից, այլև այն ներքին խաղաղությունից, որը նա վերջապես գտել էր։ Ընտանեկան դժվարությունները կարծես սառած ձյանի հետ հեռացան, թողնելով միայն նոր սկիզբ ու պարզ ուրախություն։ Արկադիի փոքրիկ ձեռքերով բռնած առաջին փաթիլը կարծես խոսում էր. ամեն ինչ կանցնի, եւ կյանքը նորից կվարվի։